98.8% հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կատարողականն է։ Տիգրան Հակոբյանի ներկայացրածով հատկացված գումարները ծախսել են նպատակային, կարողացել են նաեւ խնայել։ 98.8 պայմանավորություն նրանով, որ մենք ինչպես միշտ թերածախս ենք ունեցել կապի էներգիայի միջոցների տակ ձմեռալինում տնտեսում ենք, քիչ ենք հեռախոսներով խոսում եւ այլն։ Բացի պետության հատկացրած միջոցները հանձնաժողովը նաեւ ինքն է հավաքագրել 5.9 միլիոն դրամ, հիմնականում տուգանքներից ստացվածն է։ 2023-ին ունեցել ենք 64 վարույթ, իսկ 2024-ին 45 վարույթ։ Սա բացի ամեն ինչից վկայում է, որ մեր հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող հեռարձակողները շատ ավելի կարգապահ են դարձել եւ դա ես կարծում եմ նույնիսկ անձեն աչքերով շատ ժամանակ երևում է։ Նվազել են ընդդեմ հանձնաժողովի ներկայացված դատական հայցերը, իրավական գործընթացներում հիմնականում հաղթանակ են գրանցել։ Դատական ակտերը մեր դեմ ներկայացվող նաեւ կոփեցին մեր իրավական ծառայությունը, մենք իսկապես երբ որ սկսում էր այս աշխատանքները, մենք պատրաստ չենք այդպիսի մեծ քանակի դատական հայցերի 18-ից մինչև մայ, եթե այս վերջի բանը հաշվենք 74 այս 7 տարվա ընթացքում 74 դատական հայց է եղել։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը պատրաստվում է կարևոր միջոցառման։ Այս տարի Երևանում տեղի է ունենալու եվրոպական կարգավորող մարմինների տարեկան նստաշրջանը, ինչին մասնակցելու է 46 երկրի 53 կառույց։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։